զեկույցի հետ կապված դուք նշել եք, որ ամեն դեպքում մեխանիզմներ մտածել հրապարակայնացնելու որոշ մաս, բայց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում երբ խոսում էր հաստատապատասխանի ժամանակ մակրոֆոն, ասում էր չկա այնպիսի բան այդ 44 դարի շրջանի հակամարտները դնող զեկույցում, որի մասին ես չգիտեմ։ Բնականաբար Հանրապետության վարչապետը Նիկոլ մի վարքյան որոշ այդ զեկույցը գնահատական է եւ ձեզ է ուղղված, որ հանրայնացնող բան չկա։ Չէ, այս բանը ես չեմ հասկացել, թե դուք ինչի եք այդպես պատկերացնում, լավ չեմ հասկանում, որովհետև երեկ է պարոն Փաշինյանը անդրադարձավ զեկույցի այն հատվածին, որը ինքը ներկայացրել է քննիչազորժողովին, մոտավորապես 10 ժամ։ Իհարկե դա բանակցային գործընթացն է, բայց քննիչազորժողում չի քննվել միայն բանակցային գործընթացը վարչապետի ըստ էության ներկայությամբ։ Բազմաթիվ հարցեր են քննվել տարբեր մարդկանց, տարբեր պաշտոնյաների, եւ զեկույցը այսօր գտնվում է Գաղտնի մասում։ Դա նորից եմ ասում, ես այսօր էլ իմ եզրափակիչ խոսքում անդրադարձ արել եմ զեկույցին ի պատասխան Ցերյան Օհանյանի այն հնչեցված տեսակետին, որ Արցախը հայաթափվել է կուսակցական ինչ-ինչ ծրագրերի տրամաբանության մեջ։ Իհարկե դա ճիշտ չի, ոչ միայն ճիշտ չի, դա սուտ է, որովհետև զեկույցի, եթե մասնակցեին զեկույցի ստեղծմանը եւ մասնակցեին քննիչազորժողովի աշխատանքին, շատ լավ պատկերացում կունենային մեր պարտությունների պատճառը որտեղ պետք է տեսնել։ Հենց ինչ որ զեկույցը ներառել է, ասեմ ձեզ, որ մի շարք պատգամավորներ չեն զելացել եւ ծանոթանում են եւ համոզված եմ, որ այս ընթացքում շատ-շատեր եք ծանոթանան, բայց ես էլի կրկնում եմ իմ ցանկությունը, որ զեկույցը չի կարող փակվել միայն պետական կառույցների փակ քննարկումների միջավայրում։ Զեկույցում կան դրվագներ, որը կարող հասանելի լինի հանրության միջոցով։ Եվ ինչպես պետք է դա կյանքը ցույց կտա։ բայց արձագանք չկա։ Չէ, այդպես չի որ արձագանք չկա։ Ասում եմ մի քիչ էլ համբերեք, որովհետև այս այն զեկույցն է, որը չի կարող երկար մնա գաղտնի բաժնում, ինքը պետք է իր ճանապարհը հարթի։ Ինչ որ կանոնական օրենքում նախատեսված է։ Հիմա ինքը ոնց պետք է նորից իր հաջորդ կանգառը որտեղ կլինի, դա ցույց կտա նաև զեկույցի նկատմամբ սպասելիքները։ Ես քանի որ իմ քաղաքական գործունեության ընթացքում առաջվել եմ շատ զեկույցների, հատկապես Մարտինի հասարակ խմբի զեկույցը, որը իր խնդիրը լուծեց 17 տարի հետո, Քարորիա պատերազմի զեկույցը, որը այսօր արդեն Քարորիայի զեկույցի դրվագների մասին խոսում են, որտեղ Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի հետ կապված Պուտինի գրած նամակը, դրանք արդյունք են Քարորիայում այն իրողությունների, որը միշտ թաքցվել է, իսկ մեր զեկույցը քննիչազորժողովի այդ իրողությունները բացահայտել է։ Վերջին նշող Պուտինին ինչ ասում Սերժ Սարգսյանը, որ սա է իրողությունը եւ ինչեր գնաց է Արցախ։ Այդ ամբողջի բացատրությունները գտնված են Քարորիայի զեկույցում, 44 օրյայի զեկույցում, իր ծավալով խորությամբ ավելի է, քան Քարորիայում։ Եվ դուք պատերազմի հետ կապված ասում եք, որ մի քանի առաջ մտածել եք պատերազմի մասին։ Մենք այո, բայց ամենաշնորհիվ հացազրույցներից մեկում որ չի իմացել պատերազմի։ ես հիմա հանդես եմ գալի, հասկացեք, ես հանդես եմ գալի որպես քննիչազորժողովի ղեկավար։ Պարոն Սիմոնյանը կարա չի տեսակետի ունենա, բայց բավական է քննիչազորժողովի զեկույցը մանրամասն հետախուզության մասին ընթերցում է, այնտեղ նաև ժամկետները հստակ նախատեսված են, թե որ ակտիվայից են ստացել։ Դա մեր ուժերով է եղել, դրան զուգահեռ եղել են տարբեր շերտով, ինֆորմացիոն ոսկեր, որի մասին ես խոսել եմ եւ եթե նկատեցիք Արշակ Կարապետյանը հեռավոր Մոսկվայից այդպես փորձեց իր արձագանքի խոսապեց իմ անունը տալուց, բայց ես ուղիղ ասել եմ, թե ինքը ինչ աղբյուրներով մեզ կոնկրետ ասել է, որ ամեն ինչ լավ է, բայց մեր հետաքրքրությունը ի պատիվ մեր աղբյուրների մենք պարզապես ուշ ենք ձեռք բերել այդ տեղեկատվությունը, չասեմ որ աղբյուրներից, բայց դա մենք իմացել ենք, բանակը բերվել է կոնկրետ ինչ-որ վիճակի, բայց բանակը մինչ այդ ինչ վիճակում է եղել, այլ խնդիրը դրա մեջ է։ Բավարար պատրաստվածության չի բանակը եթե առաջնագծից սկսած, բնականաբար եթե բանակի առաջնագիծը լիներ այնպես կահավորված եթե մենք հիմա խոսում ենք ամրոցների մասին, ժամանակ մենք միայն տեսել ենք բանկապ եկը, Սերյան Օհանյանը դերինց
բայց ինքը այն ժամանակ չի ունեցել այդ հնարավորությունը, ամրոցներ կառուցելու, որովհետև այն ժամանակվա գումարը գնացել է դղյակներ կառուցելու։ Իսկ այսօր գումարը դրվել է հենց անվտանգային նպատակների համար, եւ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այնտեղ ծառայություն տալողը շատ պաշտպանված է, շատ բարձր մակարդակի, օդից, դիմացից եւ հետևից։ Պարոն Քոչարյան, Սերժ Սարգսյանն ասում է, որ պատերազմի ժամանակ տարօրինակ է, որ հենց առաջի օրերին ամբողջ հոբ համակարգի ոչնչացվեց։ Ինչպես է։ Սերժ Սարգսյանը ուսումնական պաշտպանության նախարար չէ։ Եթե հանկարծ ուրիշ մարդ ասեր, ես կզարմանայի, բայց երբ որ Սերժ Սարգսյանն ասում է, երբ որ հակառակորդը մտածում է հարված հասցնել, բա ում պիտի խփել։ Ոչ չեն խփելու որևէ բան առևտրի կենտրոնում։ Պիտի խփել հոբ համակարգին։ Իհարկե հնարավոր է, նայած թե ինչքանով ես պատրաստ հարված հասցնելու։ Բա որ ասում ենք ինչի չեք պատրաստում, երբ որ տեսնում եք, թե հակառակորդը խոսելու ինչ սպառազինություն է ձեռք բերում։ Բա պիտի խփել։ Խփելը նաև կառավարման կենտրերին, մենակ հոբ համակարգին չէ։ Այո, պիտի խփել, որպեսզի օթել լիարժեք ինչ ուզենար անել, այ մեր հոբ համակարգերը ինչու չէր արդիականացվել իրենց կառավարման շրջանում։ Իր եւ Ռոբերտը։ Ուշադրություն։ Հոբ համակարգերը արդիականացվել են 18 թվականից հետո, երբ որ տոր համակարգերը ձեռք բերվեցին։ Բայց դա բավարար չէ, այդ հաշվարկները բավարար չէին ամբողջը պահելու։ Երբ որ վարչապետը առաջարկում է գնանք մի հատ նոր ձեռքբերված սպառազինություն տեսեք, գնացինք եւ ես ի զարմանալիություն չտեսա ոչ մի դիմադիր պատգամավոր։ Ինչու՞, որովհետեւ այնտեղ հոբ համակարգի ղեկավարը մեր գեներալը երբ որ զեկուցում է, պարզ երևում է, թե նոր ձեռքբերված սպառազինությամբ մենք մեր երկրի տարածքի ինչքան մասն են կարողանում այս բանը ծածկել։ Այն ժամանակ այդ հնարավորություն չենք ունեցել։ Հնացած համակարգեր այս 16 թվականին համակարգը չէ, որ այդպես չէր, առաջի օրը չվերահսկվեց։ Դուք ինչից եք խաբար 16 թվականից։ Այդ հարցը որ տալիս եք։ Դե հիմա ես ասում եմ ձեզ, ոչ այդպես չէր։ 16-ին նույն հնացած համակարգերն էին, որտեղի նույնիսկ պայստամասերը արկա չէր։ Որ լավ իմանաք։ Դրա համար խորհուրդ կտամ, որպեսզի ձեր խմբագիրը եւ լրագրողների չաթերը, եթե ունենան հնարավորություն 16-ի զեկույցի տալ։ Պարոն Աբրահամյանը տեսնում եք, որ մեկ գալիս են ձեր ժողովրդի վերջերս, եւ դա շատ լավ է։ Բայց պարոն Աբրահամյանը ունեցել է հնարավորություն մասնակցել մեր աշխատանքին, այնտեղ ինքը կիմանա, որ եթե կան քրեական գործեր, քննիչ հանձնաժողովը չի կարող տվյալ պաշտոնային կամ չէ։ Բնականաբար դրան առնչվող տեղեկատվությունը ես հասանելի է, եւ մինչեւ հիմա մենք նոր 50% ենք տեղափոխել մեր համակարգած նյութերի առաջի բաժնի պատկերացումը։ Ինչքան ժամանակ է որ զեկույցը, որը 2015 է հիմա դարձած 500, երբ որ այդ նյութերը եկան պատկերացվեցին, իսկ ամբողջ տեղեկատվական ծավալը արդեն ամսից ավել է, ամսի 3, ամսից ավել է, դեռ 50%-ն ենք տեղափոխել ներքևով։ Հիմա դուք ինձանից մի պահանջեք բացահայտումներ, հույժ գաղտնի ինֆորմացիան լրատվամիջոցներին տեղափոխել են։